Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ միշտ ամեն օր մեզ հավաքում է իր տաճարում, Սուրբ Գրքի խոսքերի վրա խորանալու եւ օր-օրի թեմաներ, քարոզներ ապարգևում իր ժողովրդին, ինչը տալիս է ինձ անարժանից, ես էլ անարատորեն ուզում եմ փոխանցել ձեզ։ Այսօրվա քարոզի թեման է Սուրբ Գիրք կարդալու կարևորությունը։ Սուրբ Գիրքը մեր նոր մարդու գլխավոր կերակուրն է, կարևոր կերակուրն է։ Աստծո ժողովուրդ, առանց Սուրբ Գրքով կերակրվելու այդ մեր մեջ ծնված նոր մանուկին, նոր մարդին աճել, չափահաս դառնալ չի լինի։ Պիտի սնունդը անպայման մտնի, օր-օրի շատացնի, ինչպես որ առաջի Պետրոս 2-րդ գլուխ 2-րդ խոսքում կսե Տերը, որ նորածին մանուկների պես բանական ու անխարդախ կաթին փափագեցեք եւ անով մեծացեք մինչև փրկություն, որ քարոզի ընթացքում կանրադառնանք, բայց նախքան քարոզի բուն այդ խոսքերին անդրադառնալ Աստված դրել է սրտիս, որ ես ընթերցեմ մեր վարդապետական գրքից մի կարևոր մաս, որ ես ամբողջ Սուրբ Գրքերի ետևներում կպցնում նոր բաժանում եմ Սուրբ Գրքի կարևորությունը, որ հասկանաք դուք եւ մեզի լսող բոլոր մեր քույր եղբայրները եւ իմ բոլոր աստվածաշշների առաջ եւ իմ միջոցով բաժանված բոլոր նոր կտակարանների առաջի էջերին այս Սուրբ խոսքերն ա գրված Սուրբ Գրքի կարևորությունը հասկանալու համար եւ սիրելի Աստծո ժողովուրդ, ով որ վես լսում է, ով որ չունի այդ բանը գրած իր Աստվածաշնչի առաջի էջի վրա, կխնդրեմ Տիրոջ հոգու զորությունով կաղաչեմ, որ դուք գրեք եւ ամեն օր Սուրբ Գիրքը վերցնելուց ատիկա կարդաք ու հասկանաք, որ դա է ամենակարևոր օրենքը, որ պիտի պահապանեք։ Եթե պահապանեք, ձեր կյանքում Սուրբ Հոգին շատ փոփոխություններ կկատարի։ Եվ ինչ է այդ խոսքը, ընթերցում եմ իմ Սուրբ Գրքի առաջի մասում գրված թերթիկից։ Այս Սուրբ Գիրքը քեզ հեռու կպահի ամեն օր մեղքից ու անձի գարշելի պիղծ կյանքից, կամ մեղքը ու անձի գարշելի պիղծ կյանքը քեզ հեռու կպահի ամեն օր այս Սուրբ Գրքից։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեղքին ա վանում, մեղքը Սուրբ Գրքին ա վանում, մեկը մյուսին հակառակ ա։ Եթե գրքի աղոթքի կյանքը շատանա մեր կյանքում, օր-օրի մեզանից կեռանա բոլոր մեղքաբեր ցանկությունները։ Իսկ եթե գրքի աղոթքի կյանքը պակասի մեր կյանքում, օր-օրի մեր մեջ կշատանա մեղքի ցանկությունները։ Ամեն։ Ուրեմն Գիրքը մեղքին ա վանում, մեղքը գրքին չեն կարա երկուսը մեկտեղ գոյատևելու։ Գիրքը շատացավ, մեղքի կյանքը դուրս կշպրտվի, կփճանա, կքայքայվի, ինչպես Հռոմեացիների 6-ում ա գրված։ Գրքի կյանքի շատանալով մեղքն ա քայքայվում հին մարդը, իսկ մեղքը մեր մեջ գալով գրքին ա դուրս շպրտում ու կարճ օրերից հետո տեսնում ենք, որ մենք հոգեպես մեռել ենք, էլ գիրք կարդալու ցանկություն չունենք։ Աստծո ժողովուրդ, այսօրվա քարոզի թեման իրականից եւ Սուրբ Հոգին տվեց ինձ, հասկացա, որ շատ կարեւոր է, որ այսօրվա բոլոր եկեղեցիները մեծամասամբ գրքի աղոթքի կյանքին մատների արանքով են նայում։ Բայց եթե նայենք առաքյալները, իրենց կարևոր շատ կարևոր գործերը թողեցին գործ կառակելոց 6-րդ գլուխ 4-րդ խոսքում ու ինչ ասեցին, մեզի չի աճի Աստծո խոսքի եւ աղոթքի պաշտամունքը թողենք, այդ սեղաններին ծառայություն անենք։ Դուք ձեր միջից ընտրեք այդ 7 հոգին, հոգով լեսված, Աստծո լեսված մարդիկ, դնենք սեղանների այդ ծառայության գործի վրա եւ մենք աղոթքի ու գրքի պաշտոնովը պարապինք։ Աստծո ժողովուրդ, առաքյալների կյանքում աղոթն ու գիրքը ամենաառաջնային տեղն էր գրավում եւ քննեցեք ու տեսեք ուր գնում էին գիրք ու աղոթք։ Աստծո խոսքը օրորի կաճեր, կմեծանար, կշատանար եւ աշակերտների թիվը օրորի կբազմանար։ Ամեն։ Որ եկեղեցիներում Հովսեայի օրերի պես կորել է Աստվածաշունչը,
կա, բայց փլատակների տակ շուտով կընթերցենք, այդ եկեղեցին օրորի դժոխք է գնում։ Արթնացեք ինչպես արթնացավ Հովսյան, հանդերձները պատրեց ու ասեց գնացեք ու հարցրեք ինչ է լինելու մեր վերջը։ Եթե Հովսյան չուղղվեր կընթերցեմ այդ գրքի խոսքերը, հաստատ ինքն էլ էր դժոխք գնալու, բայց այն հովիվները, որ Հովսյայի նման կարթնանան եւ իրենց ճանապարհները ըստ Սուրբ գրքի կուղեն, դժոխքի ճանապարհից կփոխվեն դրախտի ուղիղ ճանապարհը կքայլեն, որը Սուրբ գրքովն է։ Բայց այն հովիվները, որ Սուրբ գիրքը մենակ ձևի համար կօգտագործեն, ցույց կտան, կկարդան ու չեն պահի, այդ հովիվները իրենց հոտի հետ միասին ուղիղ դժոխք կգնան, որոնք չեն ուղի իրենց ճանապարհը ըստ Սուրբ գրքի։ Հիմա Տիրոջ մոտ ուզում եմ կարդալ վարդապետական գրքի առաջի համարը, որը հենց վերաբերվում է Սուրբ գրքին։ Մնացածը ինչ որ Տերը տվել է կփոխանցեմ ձեզ։ Առաջի գլուխ, վարդապետական գրքի առաջի գլուխ։ Ճշմարիտ հավատացյալը պետք է ամեն օր Սուրբ գիրք կարդա եւ օրեցօր ավելացնի Սուրբ գրքի սերտողության ժամերը։ Ըստ Հեսու 1:8-ի, Սաղմոս 1-2-ի, Գործք առաքելոց 17-11-ի, Առաջի Պետրոս 2:2 եւ երկրորդ Օրինացիս 17-ի 10-19-ի։ Շուտով կանդրադառնանք այս կարևոր համարների վրա ու կմեկնենք ձեզ Տիրոջ օգիով։ Այս Սուրբի խոսքերը շատ կարևոր է գիրք կարդալու անհրաժեշտությունը հասկանալու համար։ Այս Սուրբ գիրքը քեզ հեռու կպահի ամեն օր մեղքից ու անձի գարշելի պիղծ կյանքից, կամ մեղքը ու անձի գարշելի պիղծ կյանքը քեզ հեռու կպահի ամեն օր այս Սուրբ գրքից։ Ուրեմն ով ընթերցող, եթե օրեցօր ավելացնես գիրք սերտելու ժամերը, քո միջից աշճանաբար կհեռանան մեղքաբեր ցանկությունները, ու դու հոգուց լեցվելով ասի ճանապարհ մի կարճ ժամանակում կատարյալ սրբության կհասնես եւ հոգով կմկրտվես, հին մարդը կանես ու Քրիստոսը կհագնես։ Իսկ եթե մեղքին ու անձի գարշելի պիղծ կյանքին հանձնվես, աստիճանաբար կքչացնես գիրք սերտելու ժամերը եւ հետո էլ դևից բռնվելով կատես Սուրբ գիրք կարդալը, որովհետև միայն դևն է հեռացնում մարդու միջից Սուրբ գիրք կարդալու փափագը եւ դրանով ցնծում եւ ուրախանում է, որովհետև այն հավատացյալը, որ ամեն օր սիստեմաբար Սուրբ գիրք չի կարդում եւ հոգով սերտում եւ համամիտ է այդ չկարդալու մտքի հետ, այդ հավատացյալը հոգով մեռած է, որովհետև եթե մեռած չլիներ, հոգևոր կերակուրի քաղց կզգար, իսկ եթե մեկը հոգու կերակուրի քաղց չի զգում եւ հոգով մեռած է, այդ մարմնավոր հավատացյալը բացարձակապես փրկվել չի կարող, եթե չվերականգնի իր սիստեմաբար կերակրվելը։ Աստծո ժողովուրդ, երբ Աստված այս հայտնությունները տվեց ինձ եկեղեցու 33 Սուրբ գրային վարդապետական օրենքները, ամենաառաջնային կետը դրեց գրքի եւ աղոթքի վրա, որովհետև եթե մանուկի կյանքից սատանան գիրքն ու աղոթքը գողացավ, տարել է մանուկի կյանքից այն նոր կյանքը, մանուկը, որ նոր կյանք Քրիստոսի հետ մենք ձեզ քարոզել ենք, եթե լսեք այն նոր կյանքի կարևոր կարիքներն էր սնունդը եւ շնչառությունը։ Ուրեմն հոգևոր կյանքի սնունդը գերագույն կերակուրը Աստծո խոսքն է, իսկ շնչառությունը աղոթքը, որի համար կանդրադառնանք մեր հաջորդ քարոզի թեմային։ Ամեն։ Ուրեմն այսօր անդրադառնում ենք մենք Սուրբ գրքի կարդալու, որը մանուկի գերագույն սնունդն է։ Առանց Սուրբ գրքի չկա լվացվել, առանց Սուրբ գրքի չկա այդ հոգևոր մարդուն մեծանալ, աճել, զորանալ, ամեն օրեն, ամեն մի հոգևոր գործը մանուկի կյանքում Սուրբ գիրքն է կատարում։ Կուզեմ կարդալ իրականից 19-րդ Սաղմոսի
մի հատվածը, որ հենց Տիրոջ օրենքին կվերաբերվե, ուրեմն ուշադիր ինչ է ասում Տիրոջ օրենքի մասին, բոլորը Տիրոջ օրենքը, այդ մանուկի կյանքում ինչ փոփոխություն կանի Տիրոջ օրենքն է, խոսքը աղոթքի հետ միասին, որի համար կանրադառնանք հաջորդ քարոզին, Տիրոջ օրենքը կատարյալ է, հոգին կնորոգ է, Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, տգետը իմաստուն կնե, Տիրոջ կանոնները շիտակ են, սիրտը կուրախացնեն, Տիրոջ պատվիրանքները պայծառ են, աչքերին լույս կուտան, Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան կմնա, Աստծո ժողովուրդ եւ Տիրոջ խոսքը մտնի եւ այս շինարարական գործը կատարի եւ Տիրոջ վախը ձևավորի մեր ներքին հոգու տաճարում, որի մասին էլի կխոսենք Տիրոջ վախի թեմաները, ինչ կկատարվի, այն ժամանակ 12 խոսքից եմ կարդում, Այս մանուկ, այս մեծացած մարդը ինչ կասի, ով կրնա զիս միտք առնել իր հանցանքները, եթե Տիրոջ օրենքը չգա, քո կույր աչքերը չլուսավորի, դու երբեք քո մեղավորությունը չես ճանաչի, ծածուկ մեղքեր են զիս մաքրե, ամբարտավան մեղքեր են ալ պահե քո ծառատ թողանոնք ինձի չտիրեն, այնատեն անմեղ կլամ ու կմաքրվիմ իմ մեծ անօրինեությունեն, բերանիս խոսքերը ու սրտիս խորուրդը քու արջևդ ընդունելի ըլլա ով Տերս իմ վեմս ու փրկիչս, Աստծո ժողովուրդ, Տիրոջ օրենքն է, որ մեր մեջ ասուվախն է բերում, Տիրոջ օրենքը շատ կարդալով է, որ մենք ասուվախով ենք լեսվում և չարությունն ու մեղքը ատում ենք, Տիրոջ օրենքը կարդալով է մեր ներսի մանուկը ածում ու մեծանում, և մեր մեջ զզվանքա դնում Սոդոմի հանդեպ, Եգիպտոսի հանդեպ և մեզ սիրելա տալիս Տիրոջ օրենքները, ամեն Թող Տերը փառավորվի, ես ուզում եմ մի դրվագ հիշել 75 գրքանի Աստվածաշնչից Հողեփեռնեսի և Հուդիդի պատմությունը, թե ոնց Հուդիդը գնաց այդ չար սպառապետի գլուխը կտրեց ու ամբողջ Իսրայելին ազատեց մահվանից, ինչ էր կատարվել, կարճ բառերով պատմեմ այդ դրվագը, որը մեծ խորհուրդ ունի գիրք կարդալու կարևորության մեջ, Աստծո ժողովուրդ Նաբուգոդոնոսորը ուներ մի Հողեփեռնես սպառապետ, երբ նա կոչ արավ այդ դարում, այդ ժամանակվա բոլոր թագավորներին, որ միաբանվեն իր հետ, եթե ոչ նա կտիրի բոլոր ազգերին, շատ ժողովուրդներ չհամաձայնվեցան և Նաբուգոդոնոսորը հրաման տվեց իր սպառապետ Հողեփեռնեսին, որ սատանայի խորհրդապատկերն էր, որ պիտի գրավի, ոմանք վախից էին տրվում, ոմանք պատերազմով էին գրավում Հողեփեռնեսի կողմից ու ինչ էր տարածում Հողեփեռնեսը, որ քանդվի բոլոր աստվածների պաշտամունքը ու հաստատվի այդ բոլոր գավառներում, որ Նաբուգոդոնոսորն է միայն Աստվածը Եվ այդ դիվային, այդ օրենքները տարածելով եկավ ու հասավ մինչև Իսրայելի երկիրը և Իսրայելին էլ պիտի դադարեցնեին ճշմարիտ Եհովայի պաշտամունքից ու դավանել տային, որ իրականից Նաբուգոդոնոսոր այդ մարդ ոչնչությունն է ճշմարիտ Աստվածը, բայց Իսրայելի ծերերը հավաքվեցան, միաբանվեցան, ելան ու պարիսպների վրա կանգնեցին, որ ամուր ուժերով ջարդ տան թշնամուն, իրենց զավակների, իրենց Աստծո համար պիտի ասեցին պիտի պաշտպանենք մենք մեր ազգը, որ իրականից իմանան Իսրայելը Աստված ունի։ Երբ եկավ Հողեփեռնեսը պաշարեց ամբողջ Երուսաղեմը, Աստծո ժողովուրդ, այնտեղ կար մեկը, որ հարց տվեց Հողեփեռնեսը իր բոլոր այդ նախարարներին, զինված ուժերի աշխատողներին, ով է այս ազգը, որ բոլորը վախից տրվում են ինձի, բայց այս ժողովուրդը չի տրվում, զենքերը առած նորմալ զենքեր չունի, ելել է ու պաշտպանում է իրենց հողն ու ջուրը։ Ինչ ասեց մի իմաստուն մարդ, որը գիտեր Իսրայելի Աստծո պատմությունը Եգիպտոսից սկսած պատմեց ու թե ոնց են նրանք գնացել Եգիպտոս, ոնց են ետեկը եւ ոնց է Աստված կանանացիներին վտարը իրենց առաջից եւ իրենց վերաբնակեցրե, հաստատե ու զորացրե։ Եվ ինչ կատարվեցավ, ասեցին Տեր Հողեփեռնես, դու չես կարա այս ազգին աղթի,
Նրանք քիչ են, բայց իրենց հույսը չեն դնում իրենց զենքերի ու մարդկանց քանակի վրա։ Իրենց տեղը պատերազմում է իրենց Եհովա Աստվածը։ Մի բանով դու կարաս նրանց հաղթես։ Բեր քո զորքին մի ուղարկիր, որ իզուր ջարդվի իզրայելացիների Աստծո կողմից։ Մի խորագետ ծրագիր մշակեցին Հողեփերնեսը, որ սատանայի խորհրդապատկերն էր, և իրեն օգնականները։ Երուսաղեմ մտնող, այդ քաղաք մտնող բոլոր ջրերը դրսից էին մտնում Երուսաղեմ։ Գնանք ու գրավենք բոլոր ջրի աղբյուրները, շրջափակենք և չթողենք, որ Երուսաղեմը ջուր մտնի։ Կարճ ժամանակից հետո քաղաքը շրջափակման մեջ էր, սովը վրա հասած էր։ Եվ ջուրն էլ եթե քաղաք չմտնի ու ջուր չխմեն, այդ ժողովուրդը սովից ու ծարավից ինքնուրույն կմեռնեն, և դու էլ պետք չես ունենա զինվորների ուժով գրավես։ Այդ քաղաքը, որ մեռնեն, ավտոմատ քո ձեռքը կհանձնվի։ Տեր Հողեփերնես։ Եվ Հողեփերնեսը տեսավ, որ շատ ճշմարիտ է ու քննեց տարածքները, որ իրականից դրսից էր ջուրը մտնում Երուսաղեմ, զորքերը կուտակեց և այդ Երուսաղեմ մտնող աղբյուրների ճանապարհի պահապանությունը շատ թույլ էր իզրայելացիների կողմից։ Իրականից արձակվեցավ Հողեփերնեսը, գրավեց աղբյուրները, փակեց ջրի ճանապարհը, չթողեց քաղաք ջուր մտներ և կարճ ժամանակից հետո ասում է Իսրայելի այդ ընտիր զինվորները սովից ու ծարավից գլորվելով ընկնում էին հրապարակի մեջ և ինքնըստինքյան մահվան էին գնում։ Էլ չեմ ուզում շարունակեմ ու ինչ կատարվեցավ, եթե Տերը ողորմություն չաներ Հուդիթ որբևայրու միջոցով, որ գնաց ու Տիրոջ իմաստությամբ կտրեց Հողեփերնեսի գլուխը և այդ քաղաքը ու ազգը ազատեց։ Եթե Հուդիթը չլիներ, Տիրոջմով այդ գործը չկատարեր, այդ ամբողջ ազգը պիտի Հողեփերնեսի սրիցը մեռներ։ Ուրեմն ուշադիր Աստծո ժողովուրդ, սատանան որ տեսնում է, չի կարողանում մեզի հաղթի, նա խորագետ ծրագիր է մշակում, գործով, որևիցե հոգսերով, քո վրա այնքան է բարդում այդ հոգսերը ու խլում ժամանակդ, փակում է քո ջուր խմելու ճանապարհը, քո գիրք կարդալու և աղոթքի ճանապարհը փակում է, և դու ինքնըստինքյան սովն ու ծարավը վրեդ հասնելով ինքնըստինքյան հոգևորապես մեռնում ես, ամեն։ Ուրեմն բերեք սրանից հետո մեր զենքերը առած, պաշտպանենք մեր ջուր խմելու ճանապարհը, մեր աղոթքի կյանքը Դանիելի նման չթողենք անգամ, եթե թագավորը հրաման կտա մահապատիժ տան Աստծուն աղոթողներին։ Ուրեմն չվախենանք թագավորի բարկություններից ու հանած դիվային օրենքներից։ Մեր Երուսաղեմ մտնող ջրի ճանապարհները լավ պահապանենք։ Առավոտյան կանուխ ելնենք ու մեր ներքին նոր ծնված մանուկին կերակրենք այդ անարատ կաթովը, և եթե այդ մանուկը մեծանա մեր մեջ, մեր կյանքի փրկիչն ու առաջնորդը կդառնա, հինը կանի ու Քրիստոս մեզի կհագցնի ու մեր միջոցով կգործի այնպես, ինչպես գործել է բոլոր դարաշրջանի սուրբերի հետ։ Ամեն։ Ուրեմն այսօրվա թեման, որը ես ընտրել եմ երկրորդ մնացորդած 34-րդ գլուխ 18-ից 28-րդ խոսքերից, շատ եկեղեցիների վրա այս մարգարեական խոսքը կատարվում է։ Սա այն դրվագն է, որ Եզիկիայի թագավորությունը հիշում եք։ Երբ Եզիկյան ննջեց, նրա ետևից թագավորեց կռապաշտ Մանասեն, թեկուզ վերջում զղջաց նա։ Հետո նրանից ծնվավ մի կռապաշտ Ամոնը, որ նա չզղջաց, և ամբողջ երկիրը Իսրայելի Հուդայի կռապաշտությունով լեցուցին։ Այն ժամանակ ծնվեցավ Հովսյան, որ 8 տարեկան էր ու նստավ թագավորական գահին, աճեց, մեծացավ, սկսեց Տիրոջ տաճարը նորոգել ու ինչ կատարվեցավ մեկ օր։ Այսօր կատարվում է Ասիկա Հեսորա բոլոր եկեղեցիներում։ Շատ եկեղեցիներում բացառությամբ մի քանիսի մեծամասնության մեջ գիրքը փլատակների տակ ընկած է։ Աստվածաշունչը կա, բայց ոչ ոք չի ասում բոլոր մարդիկ ըլլան սուտ, Աստծո խոսքը մնա ճշմարիտ։ Նույն վիճակում է
ինչպես Հովսեայի հայրերի վիճակում էր Սուրբ Գիրքը տաճարի մեջ կար, բայց փլատակների հողերի տակ կորած։ Հիմա տեսնենք ինչ արեց Հովսեան։ Նույնը թող Տիրոջ օգիով լսվեն բոլոր նախանձախնդիր հովիվները, այդ փլատակների տակ եղած, ոտքի տակ ընկած Աստվածաշունչը, որ կեղտոտ լաթի տեղ են օգտագործում, վերցնեն ու դնեն իրենց գլխների վրա, ու ասեն բոլոր մարդիկ կլան սուտ, Աստծո խոսքը մնա ճշմարիտ, բոլոր արդի լուծումը Սուրբ օգիով եւ Սուրբ Աստվածաշնչով տան, ամեն։ Ընթերցում եմ, ուրեմն, երկրորդ մնացորդած 34-ի 14-րդ խոսքից մինչև 28-ը։ Եվ երբ որ Տիրոջ տանը բերած փողը հանում էին, Քեխկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով գրած Տիրոջ օրենքի գիրքը, գտավ, ուրեմն կորած էր, փլատակների տակ էր։ Ինչպես այսօրվա շատ եկեղեցիները ցույց են տալիս, որ գիրքը կա, բայց իրենց հաճույքների, գաղափարների, իրենց փլատակ դարձած տաճարի հողերի տակ է։ Իրենց գաղափարներն ավելի վեր են դասում, քան թե Աստվածաշնչի սուրբ խոսքերը, բայց Աստվածաշունչը ամենաբարձր դիրքում պիտի դասվեր։ Եպիսկոպոսը նազանվեր այդ Աստվածաշնչյան բոլոր խորհուրդներին, եպիսկոպոսին նազան լինեին բոլոր սուրբ նվիրյալ հովիվները եւ հովիվներին սարկավագներ ու սարկավագներին հոտերը։ Ամեն, սա է ճշմարիտ եկեղեցու կանոնադրությունը, Սուրբ Գրքի հանդեպ վերաբերմունքը։ Ուրեմն գիրքը գտան եւ Սափանը այն գիրքը բերավ թագավորին եւ պատասխանը բերավ թագավորին ասելով. ամեն ինչ որ հանձնվել է քո ծառաների ձեռքը նրանք կատարում են, տաճարը վերանորոգվում է, Հովսեա։ Եվ Տիրոջ տան մեջ գտնված փողը թափեցին եւ տվին նրան վերակացուների ձեռքը եւ գործավորների ձեռքը, եւ Սափան դպիրը պատմեց թագավորին ասելով. Քեխկիա քահանան ինձ մեկ օրենքի գիրք է տվել։ Տեսեք Հովսեայի նախանձը, իր մեջ այդ սրբության փափագը, եւ Սափանը նրա միջից կարդաց թագավորի առաջին։ Եվ թագավորը լսելով օրենքի խոսքերը պատռեց իրեն հանդերձները, եւ թագավորը հրամայեց Քեխկիա քահանային եւ Սափանի որդի Աքիկամին եւ Միքիայի որդի Աբդոնին եւ Սափան դպրին եւ թագավորի ծառա Ասայիային եւ ասաց. գնացեք ինձի համար եւ Իսրայելի ու Հուդայի մնացորդի համար այս գրքի գրված խոսքերի մասին հարցրեք Տիրոջը, որովհետև մեծ է Տիրոջ մեզ վրա թափված բարկությունը, որովհետև մեր այրերը չպահեցին Տիրոջ խոսքը, որ անեն բոլոր այս գրքի գրվածի պես, եւ ելան ու գնացին, ու ինչ ասաց, ուր գնացին, Ողդա մարգարեհուի մոտ, Աստծո ժողովուրդ, միթե այսօրվա օրերը չէ, որ մեր ժողովուրդը թողել են Աստվածաշնչյան գրքի մեջ գրված բոլոր սուրբ գրային համարները, հագնելու, ուտելու, խմելու, քայլելու ամեն բանի վերաբերյալ, ոտքի տակ են տվել եւ ամեն մեկը իր ուզածն է հագնում, ամեն մեկը իր ուզած ձևի կխոսե, իր ուզած ձևի կվարդապետե։ Ոչ ոք չի ասում, որ սուրբ գրքում գրված է, սիրելի հովիվներ, ձեզի ինչ հարց տալիս են, ձգտեք սուրբ գրային համարներով պատասխանեք, որ չլա թե ձեր վրա կատարվի այն խոսքերը, որ ձեր տաճարներում էլ է սուրբ գիրքը փլատակների, ձեր ոտքերի տակ գցած, եւ դուք սրբում եք ձեր կեղտոտ կոշիկների սուրբ խոսքերի վրա ու մի օր պիտի պատասխան տաք, որ ոչ ոքդ հաշիվ չեք տալիս, թե սուրբ գրքում Սուրբ Աստված ինչ է հրամայել այդ տվյալ հարցի վերաբերյալ, ինչպես Մովսեսին երբ հարցը գալիս էր, նա թեկուզ օրենքում կարդացել էր, բայց ասեց այդ Եհովային անունը հայոյողին փակեք,
մինչև տեսնեմ վերուստ ինչ պատասխանա տալիս Տերը, ձեր անթլպատականջները բացեք, թլպատեցեք, լսեցեք Սուրբ Հոգու ձայնը, ինչպես Պետրոսը, Պողոսը, Ստեփանոսն էր լսում, Սուրբ Հոգուց առեք, Սուրբ գրքի ամեն մատը ստուգեցեք, նոր պատասխան տվեք, որ դադաստանի օրը գրված է Մատթեոս 12:36-ում, ձեր բերանից ելած ամեն մի բառի համար Աստծուն հաշև եք տալու, որտև ձեր խոսքերովը պիտի դատապարտվեք և ձեր խոսքերովը պիտի արդարանաք, ամեն։ Եվ ինչ կատարվեցավ, և նա ասաց նրանց, այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, Տերը այսպես է ասում, ահա ես այստեղի և նրա բնակիչների վրա չարիք եմ բերելու, խոսքը թողելու, գիրքը անարգելու, գետին գցելու, գրքին չնայելու համար ու գրքով չկառավարվելու համար, չարիքներն ա թափել, ցավերը, հիվանդություններն ու պատուհասները շատ եկեղեցիների վրա, և Աստված աքարների պատճառով հեռացել է Իսրայելից ու նրանց վրա գրել է Իքաբոդ, փառքը վերացած, փառքը հեռացած, Աստծո ժողովուրդ, մաքրեք աքարներին, մաքրեք ձեր տաճարները, ինչպես Եզիկիան մաքրեց, և Իսրայելի տաճարից դուրս վռնդեք պղծությունը, և Իսրայելի Աստվածը կրկին ետ կգա իր բժշկարար սուրբ զորությունով կթագավորի ու կկառավարի բոլորիդ։ Եթե ետ չվերադառնաք դեպի Աստվածաշունչը և ձեր մանուկներին չստիպեք, որ անգամ ձեզ հովիվներ ձեզ քննեն սուրբ գրքով, հավատացեք, որ այս մարգարեությունը կկատարվի և բոլոր խոսքից շեղված եկեղեցիների գառները հովիվների հետ միասին դժոխք կգնան, եթե չապաշխարեն։ Ինչպես Հովսիայի օրերում մարգարեացավ Ողդա մարգարեհուին, ընթերցում եմ։ Տերը այսպես է ասում, ահա ես այստեղի և նրա բնակիչների վրա չարիք եմ բերելու, այն բոլոր անեծները, որ գրված են այս օրենքի գրքի մեջ, որ կարդացել են Հուդայի թագավորի առաջին, նրա համար, որ ինձ թողել են, Աստծո խոսքը թողել են իրենց դիվային ու մարդկային շնչավոր օրենքներով են կառավարում հոտը։ Աստծո խոսքը երկրորդական ադառ է, Աստծո խոսքը իրենց կիների, զավակների համար ծռմռել են, Աստծո խոսքը իրենցն են հարմարեցրել և ոչ թե իրենք են հարմարվել Աստծո խոսքին, իրենց հաճույքները քարոզող վարդապետներ են դրել և ոչ թե Սուրբ Հոգուց լեցված, ծնված, լեցված, օծված ու Սուրբ Հոգու կողմից նշանակված սպասավորներին են տեղ տալիս տաճարներում։ Սուրբ Հոգին պիտի իրեն տաճարում, իրեն եկեղեցիում ծնի, պատրաստի Պողոսներ ու Բարնաբասներ և դնի այդ գործի վրա։ Եվ մենք որպես անպիտան ծառաներ պիտի ձեռ դնենք ու ուղարկենք այդ Սուրբ Հոգու պատրաստած աշակերտներին, որ գնան Սուրբ Հոգու գործը կատարեն, ոչ թե կարեն ոչնչի գործը։ Թող Տերը փառավորվի ամեն բանում։ Թող Տերը փառավորվի, փառք մեր Տիրոջը։ Իրականից Սուրբ Հոգու գործը, Սուրբ Հոգու պատրաստած, Սուրբ Հոգով լեցված, Աստծո խոսքով լեցված հոգիները կարան կատարեն։ Եվ այս Սուրբ Հոգու հանդիմանությունը, որ իրականից տրվեցավ Հովսիային Ողդա մարգարեու միջոցով, միայն Սուրբ Հոգով և Աստծու վախ ունեցող մարդիկ կընդունեն ու կապաշխարեն, ամեն։ Ինչ ասեց։ Տերը այսպես է ասում, ահա ես այստեղի և նրա բնակիչների վրա չարիք եմ բերելու։ Այն բոլոր անեծները, որ գրված են այն գրքի մեջ, որ կարդացել են Հուդայի թագավորի առաջին, նրա համար, որ ինձ թողած ուրիշ աստվածների են խունկ ծխեցին, որ բարկացնեն իրենց ձեռքի բոլոր գործերովը, և իմ բարկությունը պիտի թափվի այստեղի վրա և պիտի չհանգչե, և Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու, այսպես ասեցեք նրան, այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, այն քո լսած խոսքերի համար, որովհետև քո սիրտը կակղեցավ և խոնարհվեցար Աստծո առաջը
այստեղի եւ նրա բնակիչների մասին եղած խոսքերը լսելու եւ խոնարհվեցար իմ առաջին եւ պատռեցիր քո հանդերձները եւ լաց եղար իմ առաջին, ուրեմն ես էլ քեզ լսեցի, ասում է Եհովան, ահա ես քեզ կժողվեմ քո հայրերի մոտ եւ դու կդրվես քո գերեզմանների մեջ խաղաղությամբ եւ քո աչքերը չի տեսնի այն բոլոր չարիքը, որ ես պիտի բերեմ այստեղի վրա եւ նրա բնակիչների վրա եւ նրանք պատասխանը բերին թագավորին։ Աստծո ժողովուրդ, յուրաքանչյուր մարդ, երբ Սուրբ Օգու ձայնը լսի ու ուղղվի, նրա վրա չի գա Աստծո բարկությունը։ Տերը կասե Եզիկիելին, եթե ամբարիշտը դառնա, երկար տարիներ ամբարշտություն անա ու դառը զղջա եւ իր ճանապարհը ուղի եւ էլ ամբարշտություն չանի, ես նրա բոլոր ամբարշտությունները չեմ հիշի եւ նրան փրկություն կշնորհեմ, բայց եթե արդարը դառնա իր արդար կյանքից, որ երկար տարիներով արդար կյանքով ապրե եւ սկսի ամբարշտություն անել ու չապաշխարի չուղղվի, ես նրա արած արդարությունը չեմ հիշի, որտեվ ինքը չէր արե, Աստված էր նրա միջից արե եւ կվարձատրեր, եթե հավատարիմ մնար մինչեւ վերջ։ Ես նրա արած արդարությունը պիտի չհիշեմ ու այդ մարդը պիտի բնաջինջ լինի։ Աստծո ժողովուրդ, հիշեք, ոչ թե սկիզբն ա փրկում, հին դարերում կատարած մեր եղբայրների գործերը կպատմեն, ապա հիմա ոչ թե սկիզբն ա փրկում, հապա ներկայում ինչ որ ես այդ ատիկայա քննվելու։ Սկիզբը մի պատմեք, թե եղբայրները ինչեր են արել, ով Աստծո ծառաներ։ Դուք հենց ներկա ձեր կյանքովը Քրիստոսը քարոզեք, ձեր անհատական գրքի եւ աղոթքի կյանքը ցույց տվեք հոտին եւ հոտերի վրա մի տիրեք, հապա հոտին օրինակ ծառայեք, թե ոնց այդ մարդը մեղքի ստրկությունից դուրս գա ու Սուրբ Քանան հասնի։ Ոչ թե շատերը դուրս կգան Եգիպտոսից եւ մեղքի ստրկությունից չեն ազատագրվի, ավելի մեծ կրքերի ցանկությունների մեջ կընկնեն գրքի աղոթքի պակասի պատճառով եւ անապատում կմեռնեն ու խոստացյալ երկիր Քանան չեն մտնի։ Ինչ օգուտ ուներ քո Եգիպտոսից կանչելը, որ կանչեցիր ու անապատում սոված թողելով սպանեցիր։ Կանչել եք Տիրոջմով, աղոթ կարեք, Աստված երկնքից մանանակը տա, թող բացվի այդ մանուկի առաջ գրքի աղոթքի կյանքը, նա կկերակրվի, կմեծանա, հին մարդը կանի ու Քրիստոս կապնի եւ երթնային Քանան կմտնի։ Ահա թե ինչեր են նորեկ մանուկի կարևոր բանը, գիրքն ու աղոթքը։ Գիրքն ու աղոթքը մտավ մանուկի կյանքի մեջ, օրորի կմեծանա, հին մարդ իր վրայից կանի, Քրիստոս կակնի ու ինքը նոր արարած կդառնա ու Տիրոջը պիտանի գործիք կդառնա, կգնա կգործի Տիրոջ համար ու սուրբ զավակներ կծնի ու կմեծացնի, բայց ոչ թե գեհենի որդիներ։ Գիրքը կարդացող հավատացյալները գեհենի զավակներ կծնեն, կրոնավորները։ Գրքի աղոթքի կյանքով լեցված ու Քրիստոս կյանքը հագածները Աստծո զավակներ կծնեն։ Ինչ հովիվնա, այն էլ հոտնա։ Հովիվը գրքի աղոթքի սիրահարա, հոտը գրքի աղոթքի սիրահար կդառնա։ Հովիվը սրբության սիրահարա, հոտը սրբության սիրահար կդառնա։ Հինը կանի ու Քրիստոս կախնի։ Հովիվը աշխարհի կա, աշխարհի ոգով լեցված, մեռած հավատացյալա, հոտը այդպիսին կդառնա։ Ինչ հովիվնա, այդ էլ հոտնա։ Դրա համար արթնացեք սիրելի հովիվներ, որ այդ ձեր բոլոր գառնուկների արյունը մեկ օր Աստված ձեզանից է պահանջում, որ դուք չեք հորդորում գառնուկներին գնան դեպի ավետարանի լույսը, ավետարանը վերցնեն, համ ձեզ քննեն, համ իրենց կյանքը քննեն, որովհետև շատ հովիվներ Սուրբ գրքից շեղվել են, դրա համար փակում են գառնուկների աչքերը, որ նրանք ավետարանը չկարդան, ավետարանի լույսով չլսվեն, խոսքով չբժշկվեն ու իրենց գարշելի Սուրբ գրքից շեղված գործերը չտեսնեն ու չելնեն եւ նրանց չհանդիմանեն, բայց ով Աստծո զավակներ, Երեմիայի նման գնացեք գիրքը,
Ձեր աստվածաշուշները այնքան կարդացեք, որ ձեր մարմնի մասնիկը դառնա, եւ օրենքի գրքից շուտով կընթերցեմ, որ գրիր նրան քո ճակատի վրա, քո պարանոցի վրա, քո դրանդիների վրա, տունը նստելուց քո զավակների հետ դրա մասին խոսի, ճանապարհը գնալուց դրա մասին կրկնի, այնքան խոսի, որ Աստծո խոսքը քո մարմնի մասնիկը դառնա։ Քնածը ժամանակ քեզի պահպանի, արթնացած ժամանակ քեզի հետ խոսակցի, փառք Տիրոջը, այս տեսակ հովվի զավակները, այս տեսակ գառնուկներ, Աստծո որդիներ կծնեն ու կմեծացնեն եւ Եհովա հորը փառք ու պատիվ բերող զավակներ կլինեն, իսկ խոսքը թողած, խոսքը ոտքի տակը անարգած հովիվները, գեհենի որդիներ կծնեն, որոնք կգնան մեր Եհովա հորը ամոթանք ու հայոյանք կբերեն, ու այսպիսի հովիվները թո իմանան, որ իրենք սատանայի համար են աշխատում, սատանայի համար մարմնավոր զավակներ են ծնե, որ մարմնավոր հավատացյալը թշնամի է Աստծուն, որովհետև Քրիստոսի թշնամի սատանային է հաճեցնում, մեղքեր գործելով Տեր Հիսուսի անունին է հայոյանք բերում, եւ սրա համար դատապարտվելու են, որ այդ մանուկներին ծնեցին ու հոգևոր անբարոյականներ դարձրեցին, ինչպես իրենք են խոսքից շեղված շնացողներ, որ Հակոբոսը կասե, շնացողներ չգիտեք, որ աշխարհը սիրելը հորդեմ թշնամություն է, ով որ աշխարհիկ որևիցե մի բանը կսիրի, նրա մեջ որ սիրո հոգին չկա, Սուրբ Գիրքը կասե, տրտնջացող ու քրտնջացող, աշխարհի բարիքների համար տրտնջացող ու աշխարհը սիրող հավատացյալների համար Հուդա առաքյալը կսե, նրանք շնչավոր են եւ Սուրբ Հոգին չունեն։ Բայց Աստծո ժողովուրդ, Սուրբ Գրքի սիրահարներ դարձեք եւ Հուդա առաքյալի 20-րդ խոսքը, առաջինի 20-ը, հիշեք, որ նա մեզ հորդորել է, որ մենք այս վերջի քրիստոնյաներս, որոնք ուզում ենք հափշտակությանը արժանանանք, օրորի մեր հավատքը ամենասուրբ հիմքերի վրա պիտի հաստատենք, ան որ սուրբ է թող էլ ավելի սրբանա, Ասուս ծնվածը չի կարա մեղ գործի, ձեր երտային հորպես կատարյալ եղեք, Հիսուսը ասեց, իսկ Պողոս ասեց նմանվեք ինձի, ինչպես ես արդեն նման եմ Քրիստոսին, փառք Տիրոջը, որպիսի քարոզի ժամանակը ռացիոնալ օգտագործենք, ես ուզում եմ կարդալ կարևոր կետերը, որ դուք իրականից այս համարները ձեր տներում կարդացեք, որը գրված է Հեսու 1:8-ում, Սաղմոս 1:2-ում, Գործք առաքելոց 17:11-ում, Առաջի Պետրոս 2:2-ում եւ Երկրորդ Օրինացիս 17:18-ից 19-ում, այս համարները եւ այլ համարներ կա, որ այս ժամանակը չի երիքի, որ մանրամասնորեն բացատրեմ, գնացեք դուք էլ գտեք Աստվածաշնչից բոլոր այն համարները, որ ձեզ ամենօրյա գրքի կերակուրի է մղում, Գիրքը հոգևոր մարդու սնունդն է, առանց գրքի ամենօրյա կերակրվելու, հին մարդից ազատ ագրում չկա, գրքի աղոթքի կյանքը մտավ Աստծո ժողովուրդ, հին մարդը քայքայվում, դուրս է շպրտվում ու Քրիստոս է սակնում եւ քո Աստծո պես սուրբ ու անարատ, ինչպես Եփեսացիների ուղերձում է գրում, մինչեւ ամենք սալ հասնենք Աստծոյի որդիի ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ լալու Քրիստոսի լման հասակի չափն ունենալու, ատիկա մեր Տեր Հիսուսի փափագնա, որ մեր դրած Սուրբ Ոգին այնքան աճի մեծանա, մինչև այն մեր անխմոր բնությունը սրբությունով այնպես խմորվի, որ ինչպես կինը դրեց այն մի քիչ թթխմորը այն ալյուրի մեջ, կարճ ժամանակից հետո տեսա, որ լրիվ խմորված է, Սուրբ Ոգու թթխմորը չի, սրբության խմորն է այստեղ խորհրդանշում, գալիս է մեր անխմոր բնության մեջ, որ մեզի այնպես շաղախի վերափոխի, որ մենք դառնանք սուրբ անձ, Սուրբ անձնավորություն հոգի ու գնանք Հայր Աստծո սրբության Աստծո համար գործելու եւ նրա համար սուրբ պտուղներ բերելու ամեն Թոտերը փառավորվի ընթերցում եմ այդ թեմաները Հեսու առաջի գլուխ 5-ից 8-րդ խոսքերը ընթերցում եմ
Գնացեք դուք էլ ձեր տներում, մտածեք, մտորեք։ Մեր եկեղեցիներում շատ տարածված է, հատկապես քույրերի մոտ։ Երբ մի բան կասենք, դե եղբայր տկար եմ, Աստված օրհնի քեզ, տկար ես չեն քարկոծում, բայց տկարին բուժվելու զորանալու ճանապարհ ցույց տալիս Մովսեսը, Հեսուն, ամեն, նույնը Մովսեսն էր սովորեցրել Հեսուին, Հեսուն փոխանցեց մնացածին։ Ինչ անի այդ հոգով տկար հավատացյալը, նույնը պիտի անես դու, եթե ուզում ես իրականից ոչ թե ասուն հայոյանք բերող հավատացյալ մնաս, հապա փառք ու պատիվ բերող։ Կարդանք ինչ ասեց Հեսուին, Աստծո հոգին, այդպես կատարենք բոլոր տկար կոչվածները, ամեն, և բոլոր հոգեբարձուները տկարներին հորդորեն, որ կարան այս ճանապարհով բարձրանան և Հեսուի նման զորավոր դառնան, գնան ու սատանայի բերդու պարիսպ քանդեն Տեր Հիսուսի զորությունով է։ Ոչ մի մարդ չկարողանա քո կյանքի բոլոր օրերում քեզ դեմ կանգնել, 5-ից մինչև 9 ընթերցում եմ։ Զորացիր և քաջ եղիր, որովհետև այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երդում արի սրանց տալու համար, միայն թե զորացիր, քանի տեղ շեշտում է, ու քաջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է։ Նրանցից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենում էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։ Այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես նրա միջի բոլոր գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես։ Ահա քեզ պատվիրում եմ, զորացիր և քաջ եղիր, մի վախենար և մի զարուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզի հետ է ամեն տեղ ուր որ գնաս։ Եթե պահում ու կատարում ես նրա բերանից եղած ամեն մի խոսքը, երկրորդ օրինացիս 32:46-ում Մովսեսը հորդորում է ժողովուրդ կսե, այս օրենքի յուրաքանչյուր խոսքը դատարկ բան չէ, սա քո կյանքն է։ Եթե Աստծո խոսքի ամեն մի բառը քո կյանքն է, ուրեմն սատանան հենց այդ կյանքի ետևից անգե գոնե մի բան ու մեղքի մեջ գցի, քեզ հոգեպես սպանի ու դժոխք կառաջնորդի։ Հիշեք մեր Տեր Հիսուսին, երբ սատանան մոտիկացավ Հիսուսին, ասավ դե ասի թող այս քարերը հացը լան որ ուտես, ասավ ետիս գնա սատանա, գրված է ոչ թե միայն հացով կապրի մարդ, հապա Աստծո բերանից եղած ամեն մի խոսքով կապրի հոգևոր մարդ, ամեն, ուրեմն ամեն մի խոսքով կզորանա քո հոգևոր մարդը և ամեն մի խոսքը, որ սատանան խաբես տարավ դրա թունավորվածը մցրեց, հակառակը մցրեց ու ասավ կեր Եվա, ով ասավ որ ուտես չես մեռնի, նա կերավ ու մեռավ, այդպես էլ Սուրբ գրքին հակառակ, քարոզող հովիվները դևի ոգով են քարոզում։ Պետրոս առաքյալն ասերա ձեր մեջ շատ կլինեն կեղծ առաջնորդներ, սուտ մարգարեներ կային ժողովրդի մեջ, ձեր մեջ էլ կլինեն սուտ վարդապետներ, նզովյալ լինեն հովիվը, որ հոտին կհորդորի դեպի մեղքը գնալու, օրհնյալ լինի այն հովիվը, որ հոտին սրբությունից սրբության պիտի տանի։ Աստծո ժողովուրդ, նա դևի ոգով է քարոզում, ով հորդորում է, որ ազատություն, դու շնորհքով փրկված եք զավակներս, շնորհքը անառակության ծածկոց չէ, ինչպես Հուդան կասե, շնորհքը կասե ով մարդ, դու չես կարա օրենքը պահի, դու մեռի ես քո մեջ կամ ծնվեմ մեծանամ ու ես քո միջից պահեմ են խստացված օրենքը, որ ես տվելու խստացրել եմ, ամեն։ Շնորհքը երբևիցե ով այսօրվա քարոզիչներ չի ասում, որ դուք պիտի օրենքը զանցանեք։ Հիշեք Հիսուսն ասավ, ես չեկա օրենքը զանցանելու, հապա խստացնելու և կատարելու։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 2:13-ում կսե, ոչ թե օրենքը լսողները Աստծո առաջ արդար են, հապա օրենքը կատարողները պիտի արդարանան։ Հիշեք,
որ օրենքը բոլոր դարաշրջանում կատարողներն են փրկվել, հին ուխտում թերի կատարեցին, դրա համար բերվեցավ շնորհքը, հոգի եւ կյանք բերող Սուրբ Հոգու զորությունը, որ գա քո մեջ, քո ին մարդին խաչը անի եւ քո միջից ինքը ծնվի, մեծանա, չափած դառնա եւ Հիսուս Քրիստոսը բուն քո միջից պայի օրենքը ու ինքը փառավորվի, որ դու ասես ալ ոչ թե ես, հապա Քրիստոսը կպայի այդ օրենքը, Քրիստոսը կբժշկի, Քրիստոսը կմարգարյանա, որ Քրիստոսը փառավորվի, փառք մեր Քրիստոսին։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, Հեսուի համարը թո ձեզի զորանալու ճանապարհ լինի, ինչ հիվանդ լինես, գրքի աղոթքի կյանքով աճի մեծացի, հինը կանես կխաչես, նորը կակնես ու կատարյալ կբժշկվես, ամեն, մենք Աստծուն ենք հավատում, եթե մեղքից հեռանալով արդար ու սուրբ կյանք ապրեք, դուք Քրիստոսի խոցերով արդեն բժշկված եք, մենք Աստծուն ենք հավատում եւ սրան հակառակ ամեն ինչը դևի ուսմունք ենք համարում, ինչը սուրբ գրքին հակասում է, երկրավոր է, շնչավոր է ու դիվական է։ Եվ ամենամեծ հակասական քարոզներն է, որ մանուկները գիր չկարդան, գրքի կյանքով չլսվեն, դա դիվային է, այն մանուկը, որ գրքի կյանքին ծնվել է, ինչպես Պետրոսը կասի, նորածին մանուկի պես չի օրորի շատացնում գրքի աղոթքի ժամերը ու շատացնելու հետ էլ հետամուտ չի լինում պահելու, այդ քարոզն էլ է դիվային։ Բոլոր հոգեբարձուները պիտի հորդորեն, որ մանուկները օրորի շատացնեն, այդ Աստծո խոսքի լույսը առնեն, անգամ հովիվների ճանապարհները ստուգեն, իրոք ճշմարիտ ճանապարհով է գնում հովիվը, թե տանում է դեպի դժոխք։ Արտոնություն իրավունք ունեք, սիրելի նվիրյալ զավակներ, գրքի այդ լույսը վերցրեք, երիտասարդը ինչով ասում է քննե եւ ուղղե իր ճամփան, չէ որ քո խոսքին հնազանդվելով, քո խոսքին ուշադրություն անելով, Աստծո խոսքը վեկալեք եւ ձեզ քննեք, եւ այն հովիվներին, որ Հովանեսը ասեց իր ընդհանրական թղթի առաջի թուղթովանու 4-րդ գլուխ, ամեն հոգու մի հավատացեք, հապա հոգիներին այդ առաջնորդներին քննեցեք, իրոք սուրբ գրքի լույսովը կքայլեն, նոր այդ սուրբ առաջնորդներին հնազանդվեք, ինչպես չար ինձ խաբել էր, իմ վարձկան հովի հանդեպ ասում էր գրված չի, որ դու պիտի հնազանդվես քո հովին, դե հովիվը դու ասում է մեղ գործի, ուրեմն մեղ գործի, բայց իմ Տերն ասավ քավլիցի մեղքի վարձքը մահա, սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն, Աստծո ժողովրդի միջի մեղ գործողները եւ ինձ ասավ զավակս ես ասել եմ Պողոսին նման սուրբ առաջնորդներին հնազանդ եղեք ոչ թե խոսքից շեղված հակա Քրիստոս դարձած ներերին որոնց համար բազում մարգարեական խոսքեր ագրված մեզանից եղան բայց մեր հետ չմնացին ավետարանի հետ չմնացին ծռվան որովհետեւ ներեր էին ամեն գրված է բազում են շատ կգան իրենց գործերից իրենց կճանաչեք անցնենք առաջ Սաղմոս առաջինի 1-2 ընթերցեմ Աստծո ժողովուրդ բոլորը սա անգիրքը կրկնենք բայց երբևիցե չենք հասկանա ոնց է գրված ոնց կարա մարդը այս ամբարիշտերից հեռու մնա եւ գիշեր ու ցերեկ նվիրվի բացատրեմ ձեզ Տիրոջ օգիով երանելի այն մարդը որ ամբարիշտներու խորհրդի մեջ չի քալեր ու մեղավորներու ճամփին մեջ չի կենար եւ ծաղրը նողներու նստած տեղը չի նստեր սա ասում երանելի է բայց այս բանը արողը ինչ պիտի անի դրանից առաջ հապա անոր հաճոյությունը Աստծո օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր անոր օրենքի վրա կմտածե անիկա ջուրի ճամփաները տնկված ծառի պես պիտի ըլլա որ իր ժամանակին իր պտուղը պիտի տա եւ անոր տերևները պիտի չթափվին եւ ինչ որ բանն է պիտի հաջողվի Աստծո ժողովուրդ եթե դու պարապ մնաս այնօր մի քրոջ եմ ասում երբ զանգեց ասեց ժողովի եմ հարցրեց ասեց ուր ես ասի ժողովի եմ այս քույրը հարցրեցավ դու պարապ մնում ես ասի որ պարապ մնամ մեղ կգործեմ
Ասո ժողովուրդ, եթե դուք պարապ մնաք, ամբարիշների խորհրդովը պիտի գնաք, նրանց խորհուրդները պիտի ընդունեք, մեղավորներու ճամփու մեջ պիտի կենաք, ծաղրանողների նստած տեղը պիտի նստեք։ Եթե դուք հոգեպես պարապ մնացիք, Դավիթը երբ պարապ մնաց, անառակություն գործեց, բայց երբ պատերազմի մեջ էր, քնարը ձեռքին երգում էր, աղոթում էր, կռվում էր, նրան ժամանակ չկար մեղքի մասին մտածելու, ամեն։ Ուրեմն երբ մենք հոգեպես պարապ մնացինք, սկսեցինք չկարդալ, չաղոթել, հոգևոր պատերազմից դուրս մնացինք, չարը մեզ մեղքերի ատանելու, ամեն։ Երբ դու գիշեր ու ցերեկ արթնանում ես, կարդում աղոթում ես, քարոզներ ես տալիս, լեցվում ես ու լեցնում ես, դու չես կարա պարապ մնաս, քո միտքը անօրենը չի կարա տանի, դու գիշեր ու ցերեկ աղոթքի մեջ ես, որին կանդրադառնանք անդադար աղոթեցեք, շնչեք, Տիրոջ մեջ մնացեք, Տիրոջ մեջ մնացածը չի կարա մեղք գործի, ամեն։ Տիրոջ մեն դուրսը կգործի, Տիրոջից դուրսը սատանայի մեջ նա չի կարա մեղք չգործի, Տիրոջ մեջ մտածինը հանած Քրիստոս ակածը, որ անգամ հաց ուտելու ժամանակ չունի, նա չի կարա մեղք գործի, որտև ալ ոչ թե ինքն է, հապա Քրիստոսը, որ իր մեջ կբնակվի, ամեն։ Փառք Տիրոջը, ուզում եմ ընթերցել 109 Սաղմոսի մի օրհնյալ համար, որ ինձ տարիներ առաջ շատ է հորդոր է, շատ է մխիթար է, ու այդ համարը, որը էլի մեզի տանում է դեպի Աստծո խոսքին։ Դե նույն է Սաղմոսում ասում է երիտասարդը ինչով ուղղե իր ճամփան, դե երիտասարդը ինչով մաքրե իր ճամփան, Սաղմոս 119:9 Քու խոսքիդ համեմատ անոր զգուշություն ունելով, իմ բոլոր սրտովս խնդրեցի քեզի, մի թող ուրզիս, որ քու պատվիրանքներդ մոլորվիմ։ Ուրեմն գիշեր ու ցերեկ ասիկա իր աչքերի դեմը պիտի լինի, որ չմոլորվի, գիշեր ու ցերեկ, բայց մենք ցերեկվա մի ժամ անգամ չենք տալում կարդալուն, եւ ասում ենք ինչի համար ենք ջղայնանում, բարկանում, վատ բառեր թափում մեր բերանից։ Տիրոջ օրենքին անգամ իր ժամանակի 10 անորդը չես տալում, 24 ժամվա գոնե 2 ժամ ու կեսը օրական տուր Տիրոջը, այդ Տիրոջ ժամանակի գող ավատացյալ, ահա թե ինչի համար դու չես զորանում, որ գոնե Աստծո տված այդ 24 ժամվա 2 ժամը կեսը Տիրոջը չես նվիրում, բայց գիրքը կսե գիշեր ու ցերեկ, ոնց կարա այս մարդը մեղ գործի, որ գիշերն առնում է, ցերեկը տալիս է, ինչպես Հիսուսը, ինչպես Սատուսուն տարը, ցերեկը քարոզում էր, գիշեր բարձրանում էր ամայի տեղերը, աղոթում էր, առնում էր, որ առավոտը նորից բաժաներ, ամեն։ Ընթերցում եմ 119:97-ից, որ չափ կսիրեմ քո օրենքը, այն է ամեն օր իմ մտածությունս, ամեն օր, ու տեսեք այս մարդուն Աստված ուր կհասցնի։ Քու պատվիրանքներդ զիս իմ թշնամիներես իմաստուներին, քանզի անոնք միշտ իմ քովս են, իմ բոլոր ուսուցիչներես հանճարեղ եղա, հպարտ ուսուցիչներ են, փարիսեցի ծերեր են, որոնք իրենց անձի գիտության համար են գիրքը կարդում, ոչ թե խոնարհվելու եւ հոգեվոր մանուկներ սնելու եւ կերակրելու, այս ուսուցիչներից ավելի վեր կբարձրացնա Տիրոջ օրենքի դեմ խոնար քրիստոնյային։ Իմ բոլոր ուսուցիչներես ավելի հանճարեղ եղա, վասնզի քո վկայություններդ իմ մտածությունս են, ծերերեն ավելի իմաստուն եղա, վասնզի քուրամաններդ պահեցի, ամեն օր իմ մտածությունս, գիշեր ու ցերեկ իմ մտածությունս, ամեն, հասկանում եք սա ինչ լեցունություն է, ամեն գեշ ճամփայեն իմ ոտքերս ետ քաշեցի, երբ դու միշտ կարդում ես, ամեն քայլը գցելուց Սուրբ Օքին զգուշացնում է, Սուրբ գրքից համարներ հիշեցնելով, բայց դու որ Սուրբ գիրքը 5 տարին մեկ ես ավարտում, էլ ոնց հիշես ծննդոցում ինչ էր գրած, դու պիտի ամեն օր կարդաս, որ նա քո մտածությունը դառնա, ճանապարհը գնալուց մտածես, Սաղմոս երգես, աղոթես, փառաբանես ու Սուրբ Օքին յուրաքանչյուր ատեն քո սխալները քեզ կզգուշացնի ու քեզի զերծ կպահի մեղքի կյանքից, ամեն։ Փառք Տիրոջը։
Ամեն գեշ ճամփայենին ոտքերս ետ քաշեցի, որպեսի քու խոսքդ պահեմ։ Քու դատաստանները չխոտորվեցավ ասանձի, դուն սովորեցուցիր ինձի, որ չափ քաղցր է քու խոսքդ իմ քիմքիս, մեղրեն ավելի անուշ է իմ բերանիս, քուրամաններովդ իմաստուն եղա, անոր համար ստության ամեն ճամփա ատեցի։ Հասկացաք ոնց կարան հեռանան մեղավորների խորհրդից, ծաղր անողներու նստած տեղը չնստեն, այնքան են անզուսպաց է հոտի սպասավորները, հոտը նստելա, որ պիտի անարատ ասո խոսքը խոսի, քմծիծաղ կտան, կծաղրեն ու կծիծաղացնեն հոտին, որ հոտը սարքեն անկառավարելի, ինչպես Մովսեսի ժամանակ։ Ահարոնը, որ ղեկավարը դարավ, եւ հորթը շինեցին անունը դրեցին Եհովա, հորթն էր, բայց ասում են ահա քո Աստված Եհովան, քննի քրիստոնյա քո վարդապետությունը, բայց մարդկային օրենքներով խառնված է, ինչ կսե, Ահարոնը հորթը շինեց, ասում է մեկը ձայն չանեց, որտեվ լեցունություն ունեցող չկար, ձայն չանեցին, անունը դրեց Եհովա, ասավ ով Իսրայել, ահա քո Աստվածը, եւ սկսեցին նույն ծեսերը կատարել հորթին, ինչը որ անում էին Եհովային, ամեն, սիրելի Աստծո ժողովուրդ, ձեր հոգևոր աչքերը բացեք, եթե տեսնում եք ձեր հովիվները Քրիստոսի տեղը մարդկային գաղափարներա դրե, հորթն ա շինում, ու անունը դնում է քրիստոնյա վարդապետություն, ասում է երկրպագեք ես վարդապետությանն ազանդվեք, դեմ գնացեք եղբայրների նման, ինչպես Սեդրակը, Միսակը, Հաբեդնակովը դեմ գնաց Նաբուգոդոնոսորին եւ ասեց մենք կմեռնենք, բայց քո շինած այդ սուտ կուրքին չենք երկրպագի, բայց երբես վարձկան հովիվները տեսնում են դու հոգով կույր ես, գիրքը չգիտես ու եթե հանգարց գրքից էլ մեջ բերում ես անում, քեզ ծաղրելով ասում են այդ արդեն գիրք ես կարդում, սիրելու Աստծո զավակ, ինչի դու գիշերու ցերեկ գրքով չկարդաս, գրքով չքննես եկեղեցիները նոր գնաս, որ քեզի ծաղր անեն, ասեն այդ արդեն գիրքը կարդաս։ Աստծո ժողովուրդ, ձեր գրքերը վերցրեք եւ ձեր բոլոր սպասավորներին քննեք գրքով։ Ձեր գնացած եկեղեցիները քննեք, եթե մի բառով իրենք շեղված են Աստվածաշնչից ու չեն ուղում, փախեք, դրանք սատանայի ցանցերն են, որոնք Հակոբոսի ասած խոսքն է կատարվում նրանց վրա, այն խորհուրդը, ինչը որ սուրբ գրային չի, ընթերցեմ լսեք, շնչավոր ու դիվական ամեն, ուրեմն վերի իմաստությունը, վերի հոգուց կառավարվող եկեղեցին այս բաները կանի, ընթերցեք, բոլորդ ունեք սուրբ գիրք եւ քննեցեք ձեր գնացած եկեղեցիները եւ ձեր քարոզիչներին, Տիրոջ օքիով կքարոզեն, թե Դևի ոգիով, ձեր մեջ իմաստուն, Հակոբոս 3-րդ գլուխ 13-ից մինչև 17 ընթերցում եմ, ձեր մեջ իմաստուն ու խելացի ով կա, թող անիկա բարի վարմունքով ցուցնե իր գործերը եւ իմաստության հեզությունովը, ապա եթե դառը նախանձ եւ հակառակություն ունեք սրտներուդ մեջ, մի բարձենակ եւ ճշմարտությունը սուտ մի հանեք, այս իմաստությունը վերեն իջած չէ, ապա երկրավոր, շնչավոր ու դիվական է, որը սուրբ գրքին հակառակ է, քարոզիչի բերանում եթե կա ստության խոսքեր, քարոզիչի բերանում եթե կա սուրբ գիրքը աղավաղող խոսքեր, ոչ թե սուրբ գրքին հոմանիշ խոսքեր, ապա հականիշ խոսքեր, այդ քարոզիչը Դևի ոգով է քարոզում, եկելա որ քո անարատ ջրամբարը թունավորի, քո ներսը ծնված անարատ մանուկինը սպանի ու քեզ դժոխ տանի, ելանդիմանի ու դուրս գնա այդ օտից, փնտրի այն հոտը, որ հոգով ու ճշմարտությունով Աստված կպաշտի, հափշտակվող հոտը Ատիկայա, որ Հիսուս Քրիստոսով սրբվածներին սուրբեր կդարձնեն, ինչպես Կորինթացիս առաջի գլուխ 1-2 խոսքերում է գրված, Հիսուս Քրիստոսով սրբվածներին սուրբեր ըլլալու կանչվածներին, ամեն, դու սրբել ես, հոգով ծնվել ես, որ հոգով ես անարատ կաթով աճես մեծանաս, Հիսուսի սուրբ զավակը դառնաս, գնաս Հիսուսի համար սուրբ գործեր կատարես, ամեն։ Ուրեմն վերի իմաստությունը, քանզի ուր որ նախանձ ու կռիվ կա, հոնեն անկարգություն եւ ամենչար բաներ, բայց վերի իմաստությունը նախ սուրբ է, սուրբ գրային, չի կարա վերի հոգով լեսվածը սուտ բաներ խոսի,
Չի կարա վերի հոգով լեցվածը քմծի ծաղտա, քարոզի ժամանակ ծաղրանք անի, հոտին ծիծաղեցնի, որ մի ժամանակ էր այդպես լինում, Ահարոնն էր անզուսպ դարձրե հոտին, բայց Մովսեսը եկավ հանդիմանեց և բոլոր անզուսպ հավատացյալներին սպանեց, որոնք էլ հաղորդ էին եղել, այդ հորդը վառեց, փշրեց, մանրացրեց և այդ դառը ջուրը խմեցրեց այդ հաղորդ եղածներին, Աստծո ժողովուրդ, Աստծո տունը չեն գալիս քմծիծաղներ սովորելու, ծաղրանքներ սովորելու, Աստծո տունը գալում են սրբանալու, օրորի լրջանալու, հեզ ու խոնար քրիստոնյաներ դառնալու, ինչպես մեր Տեր Հիսուս Տեր ասավ սովորեցեք ինձ մե, որ հեզ եմ ու սրտով խոնար, լուրջ հավատացյալներ եղեք, անլուրջ ծաղրող հավատացյալները սատանայի ստրուկներ են, ինչպես մեր փրկին ծաղրեց Հերոդեսը իր զինվորների հետ միասին, որ սատանայի խորհրդապատկերն էր, ամեն, վերիմաստությունը սուրբ է, խաղաղարար, հեզլու ողորմությունով ու բարի պտուղներով լեցուն անկողմնակալ ու անկեղծ, քննեք քարոզիչը, ինչ հոգիով է քարոզում, որ ավետարանից նա խարդախված է, թունավորված է, թե անարատ Պողոսի քարոզած ավետարանը, Պողոսի ժամանակ էլ կային ոմանք, որոնք Աստծո խոսքը կխարդախեին, կթունավորեին, թունավոր ձևի կմատուցանեին, որպեսզի ծնված մանուկներին սպանեին, ու լավ իմացեք, որ թունավորվածը մարմնին հաճելի ավետարանը, ձգում է մեր հին մարդին, հաճելի է, որ մերկությունները բացեն, աշխարհի կակնեն, աշխարհի նման խոսեն, գործեն, քսվեն, կտրվեն, նմանվեն այն աշխարհին, որ ատեց ու խաչեց մեր փրկին, ինչքան ողորմելի ու կույր են հավատացյալները, որ ուզում են նմանվել ու հաճեցնել այն աշխարհին, որ ատեց ու խաչեց մեր փրկին, այնինչ բոլոր առաքյալներն ասել են մի սիրեք աշխարհը եւ ինչ էլ որ աշխարհի մարդիկ անում ու սիրում են, ով որ աշխարհի արած մեկ բանը կանի, որ Տերը չի արե առաքյալները, չի արե նրան ներսիդին հորսիրո հոգին չկա, շնացող և անառակա, և Հիսուսը այդ տեսակ անառակներին իր կինը չի դարձնի, մատանին Սուրբ Հոգու արդեն վեկալելա և նրանց վրա գրելա իքաբորդ, փառք հեռացած, պղծված, որտեղ աքարներով լցրել են եկեղեցին, որպեսզի Տերը հավետ հեռանա այդ հոտից, հիշեք, սա կլա ճշմարիտ, ես ու դու կլինենք սուտ, եթե սրան հակառակ բան քարոզենք։ Թո Տերը փառավորվի, Գործք առաքելոց 17:11 հիշեք, Պողոսի նման սուրբ հովվին Բերիայի հրյաները ստուգում էին։ Աստծո ժողովուրդ, գերբնական հրաշքներ էր կատարվում Պողոսի ձեռքով, թաշկինակները տանում գցում էին, հիվանդները բժշկվում էին, ով սուտ բժշկությանը հավատացող հավատացյալները զգուշ եղեք, Սատանան էլ կար հրաշքներ կատարի, ձեր վարձկան հովիվների ձեռքերով կարա սնոտի բժշկություններ կատարի, ինչպես Եգիպտոսի մոգերը, Մովսեսի և Ահարոնի հրաշքներից կատարեցին 3-ը, բայց նրանից հետո էլ չկարողացան։ Այնպես որ Միխայ Օրինացիս 13-ում էլ է գրված, որ կգա մեկը սուտ հրաշք, սուտ նշաններ կանի, նրա ետևից չգնաք, որ այդ հրաշքը անելով ձեզ կասի գնանք խոսքից շեղված բաներ անենք, օտար վարդապետություններ քարոզենք, ամեն։ Ուրեմն մի լսեք այդ վարձկան հովիվներին և Բերիայի հրյաների պես վեկալեք Սուրբ Գիրքը, հրաշքը կա փառք Տիրոջը, բժշկությունը կա փառք Տիրոջը, տեսնենք այդ բժշկությունը մեզ տանում է սրբությունից սրբության, թե օրորի, ազատության, մարմինները բացելու, անպարկեշտ շորեր հագնելու, քսվելու, կտրվելու աշխարհի կերպարանք ստանալու, դա աշխարհի ոգով կատարած բժշկություն է և քեզի աշխարհին կնմանեցնի, Տիրոջ հոգով կատարած բժշկությունը օրորի քեզ երկնքի սուրբերին կնմանեցնի և քեզ ավետարանին ներդաշնակ կքայլեցնի, ամեն։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, եկեք հրաշքների չխաբնվենք, բայց փառք Տիրոջը ճշմարիտ եկեղեցում կատարվում է ճշմարիտ հրաշքներ, ոչ թե մի ցավից բուժում է, էլ չի կարում բուժա, Հիսուսը բուժում է բոլոր ցավեր ու բուժե վերջացրել է։ Եթե դու գաս իրար հետ ելնեն Գողգոթա, Գողգոթայի խաչի մոտ դու ազատագրված ես,
ամեն ցավերից եւ ախտերից, ինչպես Եսայի 53-ում ասավ, նա մեր ցավերի համար հարվածվեցավ, մեր անօրինեության պատիժը իրեն վրա կրեց եւ մեզ իր խոցերով բժշկեց, ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրեմն Բերիայի հրյաների նման իմաստուն եղեք, ասում է, բոլորը տենալով գրքերը վեկալ վերցրել էին եւ ամեն օր քննում էին, թե իրոք Պողոսը հրաշքները կատարելուց հետո իր բերանի յուրաքանչյուր խոսքը սուրբ գրային է, թե դիվային զորությունով է կատարում հրաշքները, ամեն։ Հիշեք Պողոս նույն նզոր առաքյալը Կորինթացիների ուղերձում էլ ասե 11-րդ գլխում, որ կգա սատանան անգամ լուսոր էշտակի կերպարանքով կներկայանա, որ ձեզ խափի սուրբ գրքին հակառակ բանի առաջնորդի, ետիս ուղարկեք Տիրոջ անունով, ամեն։ Դա դու պիտի լեցված լինես, որ կարողանաս ուղարկել։ Եվ որպես վերջնաբան մնաց երկու համար, առաջի Պետրոս 2-ը, որպես նորածին մանուկներ, դրանից առաջ ինչ ասում, բանական ու անխարդախ կաթին փափագեցեք եւ դրանով մեծացեք մինչեւ փրկություն, Աստծո ժողովուրդ, ես նորեգներին, որ Տիրոջ օգիով քարոզում եմ, նրանք ասում են, բա ինչի համար իմ մեջ շատ լեցունություն չի մնում, Աստծո ժողովուրդ, Աստված որ մանուկին գբերում է, նա նման է մի փլավ քամիչի, մի անոթա, որի ցածր հատակին ծակեր արված։ Սկզբից Աստված հզոր քանակությամբ ջուր ուղարկում այդ ծակված ամանի մեջ, որ նրան ներսից ու դրսից լվացի։ Դրանից հետո հրամանա տալիս, փակվում է, ջուրը լսվում է եւ ջուրը ջրի աղբյուր է դառնում, ամեն։ Ստեղ նույնը գրված է Աստծո ժողովուրդ, որ դու հենց եկար հավատքի, պետք չէ որ դու ամեն համարները հիշես, բայց դու պարտավոր ես ամեն օր շատացնել քո գրքի կարդալու ժամերը, որ քեզի լվացի մաքրի դարձնի, ընտիր անոթնար լեցնի, ջուրը ջրի աղբյուր դարձնի եւ օգտագործի իր անունի եւ փառքի համար, ամեն։ Ուրեմն մեկ դիձը քելով ամեն չարություն, ուշադիր, եթե չարություն ունես, ամեն խաբեություն, ստություն, ու կեղծավորություն, նախանձ եւ չարախոսություն, Այս տեսակ մարդը, երկրորդ համարն եմ կարդում, նոր մեկն եմ, չի կարա Աստծո լեցուն անոթը լինի։ Նորից եմ կարդում, չարություն, խաբեություն, կեղծավորություն, նախանձ ու չարախոսություն, մեկդի պիտի գցած լինի, նորածին մանուկների պես բանական ու անխարդախ կաթին փափագեցեք, որպեսզի անով մեծանաք մինչև փրկության վերջի օրը, ով Աստծո զավակ, Քեզի քարոզող Հովիտ գնա ու քննի, ինքը նորածին մանուկի պես սկսել է բանական ու անխարդախ կաթով կերակրվում է ու օրեցօր շատացնում է իր գրքի աղոթքի ժամերը։ Եվ օրեցօր քե հորդորում է, եթե ուզում ես իմանաս քեզ ճիշտ եմ քարոզում, գնա սուրբ գիրք կարդա։ Կարող է քեզ մոլորեցնում եմ, կարող է դիմակավորված գայլ եմ, գնա սուրբ գիրքը կարդա, որ դու ինձ հսկես, ես քեզ մինչև հասնենք երկինք, ամեն։ Իսկական հովիվը հոտին կմղի դեպի գիրքը, որ հոտը իրեն հսկող լինի, հովիվն էլ հոտին հսկող լինի, եւ այս խումբը օրորի սրբությունից սրբության գնալով, օրորի գրքի աղոթքի կյանքը շատացնելով, հասունանալու է, չափահասա դառնալու եւ Քրիստոսի հափշտապվող հոտն է դառնալու, բայց այն հոտը, որ օրի գրքի աղոթքի կյանքը պակասացնում է ու համայրա գիր չեն կարդում, Քարոզիչը գիրքը վեկալում է միայն քարոզ կարդալու ժամանակ, այդ հովիվը դժոխքի քարոզիչ է։ Ավետարան քարոզողը Պողոս առաքյալը կասե, ավետարանիցն էլ պիտի ապրի, գիշեր ու ցերեկ ավետարանը պիտի լինի իրեն հասն ու ջուրը։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, երբ դու կտեսնեք չարություն, որ տվյալ քարոզիչը ատում է մի եղբոր, երբ իր սխալը ճակատին է տվել, Երբ ելեու հանդիմանելա դրա այդ խաղաղություն չունի, այդ քարոզիչը դևի քարոզիչա, հաջորդը խաբեություն, ստություն կա իր բերաններում, ոչ թե պատահաբար, հապա իր փառքի համար կխաբի, որպեսզի իր կեղտոտ լաթի նման արդարությունը արդար ցույց տա, սա ստության հոր քարոզիչն է, կեղծավորություն, ճշմարիտ հովիվը չի կարա կեղծավորվի, իր կինն է սխալ, իր աղջիկը, իր հարազատը ճակատին կտա, որ ապաշխարի, ամեն, իր որդին,
նրա համար բոլորը հավասար են, բայց ամեն ինչը սրբությամբ և պարկեշտությամբ, նախանձ և ամեն չարախոսություն, այսքան բաները, եթե տեսնում ես տվյալ անձի մոտ կա, նա այդ ծակծակված անոթն է, նրա մեջ լեցունություն չկա, նրա միջով պիտի ավելի հզոր հեղեղներ անցնեն, ինչպես մեկ օր Տերը բացատրեց, զավակս ասավ դու անապատում մահացած ընկած էիր, ես քո կողքով անցա ու քեզի ապրիս ասեցի, հիմա դու վեր ես կացել, օրական 1-2 գրամ ես ջուր խմում, այս անապատի կիզիչ արև այդ խմածը ջուրը չի թողում, որ դու վերակենդանանաս, հարել ես, բայց նորից կմեռնես, եթե քո վրա առատ Սուրբ Հոգու հեղեղներ չգան, ամեն։ Ուրեմն դուք ես ծնվակ, նորածին մանուկը ինչպես օրորի շատացնում է կերակուր ու գնալով ավելի դժվարամարս կերակուրների արդեն գնում ուտում ու մարսում, այդպես քննեք ձեր կերակրվելը, որ ծնվել եք, օրորի շատացրել եք, թե ծնվել եք ու մեռել եք, չեք կարդացել, այստեղից եք ընկե, արթնցեք ու կպեք գրքին ու աղոթքին, և Տերը նույն սնունդը կտա, նույն աճը կտա, և դու կաճես ու ճշմարիտ հոգով ու ճշմարտությունով պաշտող քրիստոնյա կդառնաս, հասկացաք։ Ու Աստված լրիվ գրամայի, ձեր անոթը կփոխվի, արդեն այն լսված ջուրը կդառնա ջրի աղբյուր ու հավիտենական կյանքի համար կբխի, ինչպես իմ նման անարժանը, երբ եկել էի հավատքի, ես լավ հիշողություն ունեի, բայց ոսմի երանի կլնի մի օր ես սարկավաղից նման մի բառ իշեմ ամբողջ Աստվածաշնչից, բայց հարեք ու տեսեք, որ համայրատերին ձևա լեսրե, որ մի բար չեմ կարում մոռանամ, երբ պետք է լինում Սուրբ Հոգին հանում ա, որտև ջուրը ջրի աղբյուր ա դարձել, ու տալիս ա ծարաված հոգիներին, որ ուտեն, խմեն, զորանան, բժշկվեն ու գնան իրենք էլ այդ ճանապարհովը քայլեն, ամեն։ Որպես վերջնաբան ընթերցում եմ երկրորդ օրինացից 17-ի 18-ից 19 խոսքը, ու այսքանով հավանական է կավարտեմ պաշտամունքը, որտև ժամանակ էլ չի երիքում, դուք էլ պիտի արդեն մնացած պաշտամունքին տեղ տանք, աղոթենք, որ այս նույն քարոզները մեզի լսող բոլոր քույրերի ու եղբայրների մեջ կյանք դառնա։ Ուրեմն սա այն կետն է, երբ Իսրայելը թագավոր ուզեց, Սամվել մարգարեն այդ թագավորի օրենքը հաստատեց, սա գրել է Մովսեսը, բայց Սամվելն էլ նույն այս համարներն է հաստատել, թե Իսրայելի թագավորը ինչ պիտի աներ, ուշադիր սա վերաբերվում է լեցուն եղբայրներին, որոնք քիչ մկարդալով հպարտանում են գրքի կյանքը, աղոթքի կյանքը թողելով։ Ուրեմն 18-ից ընթերցեմ, և լինի, որ իր թագավորության աթոռի վրա հենց որ նստեց, գրե այս օրենքի օրինակը այն գրքից, որ Ղևտացի քահանաների մոտ է, իր ձեռով արտագրե, Սավուղը ինչին գավ, որտև ինքը նստավ թագավոր, հələ իշարած էր, փոխանակ նստելուց հետո այս օրենքը պահեր, հələ եզներն էր գնացե արածեցնում, բայց այն թագավորները հիշեք եսուն ինչի չընկավ, որտև նա գիշեր ու ցերեկ ասոկան տեղը վառած մնում էր տաճարում ու կարդում էր, Սամվելի նման ամեն, Սամվելը ինչի չընկավ, հիշեք, քննեցեք բոլոր ընկած առաջնորդների կյանքը, այն առաջնորդը, որ գային նստելուց, հարստանալուց հետո թողում է Տիրոջ օրենքը, նա այնքան շուտ է կործանվում, որ ինքն էլ տեղյակ չի լինում, ամեն։ Իսկ այն թագավորը, որ հարստանում է, որ իր աշխատանքի ժամերը թողա նվիրի գրքի և աղոթքի կյանքին։ Այո, հիմա ես ժամանակավորապես աշխատում եմ, որտև ես սիրում եմ ավելի աշխատեմ ու կարոտ եղողներին օգնական լինեմ, բայց որ հոտը մեծանա ու զարգանա, ես պարտավոր եմ ամեն ինչը թողել ու գիշերից ցերեկ Տիրոջ օրենքին նվիրվել, ամեն։ Եվ այդ տեսակ հովվին ընկնել չկա, ինչի համար ընթերցեմ տեսեք, որ այս կետից վրիպեց Սողոմոնը, որ ժամանակին լեցուն էր ու ինքը իմաստությամբ շատ առագներ գրեց, բայց երբ ինքը թողեց գրքի աղոթքի կյանքը տկարացավ և վերջում արավ այն քայլերը, ինչ որ անում էր Սավուղը իր հայր Դավիթին, մարդասպան դառավ, որովհետև Աստծո ժողովուրդ ասիկա էնի է, որ ասում է իրականից, եթե ես ամբողջ աշխարհը շահեմ, բայց իմ անձը կորցնեմ, ինչ օգուտ,
Են հովիվը, որ հոգեպես աճում զորանում է, ինձ Տերը հայտնությամբ ասեց, զավակս, դու հոգևոր շինարար ես դառնալու, որքան բարձրանում ես, դու ավելի մեծ փոթորիկների ես հանդիմանելու այդ վերի հարգելումը, դու գիշեր ու ցերեկ գրքի աղոթքի կյանքին պիտի փարվես, որ այդ դիվային ուժերը քեզ վայր չգցեն այդ բարձունքից, թե չէ դու ավելի մեծ փոթորիկների կհանդիպես, եթե դու հոգեպես սոված եղար ու թույլ եւ տկար, քեզի չարը կգցի ու էլ չես կարա վեր կանգնել, ու ես Տիրոջ օգիով քննեցի բոլոր ընկած թագավորների կյանքը, տեսա, երբ նրանք կերան, գիրացան, հարստացան, քացի տվեցին Աստծո օրենքին, իսկ այն թագավորը, որ օրորի հարստանալով փարվի Աստծո օրենքին, օրորի այս օրենքը պահի, նրան հավետ ընկնել չկա, ինչպես Պողոս առաքյալն ասեց, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, սա հոգով հաղթելն է, ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը զինք սիրողներուն խոստացավ, ամեն։ Քննեք ու կտեսնեք, որ գրքի աղոթքի պակասելն է, որ օրորի դու հոգեպես մեռնում ես ու չարի գերի ես դառնում։ Ուրեմն ինչ ասեց, այս օրենքի գրքի օրինակը, որ Ղևտացի քահանաների մոտ է, գրե եւ այն իր մոտ մնա ուր գնում է, իրենից չեռանա, իր մարմնի մաստիկը դառնա, գրապանակները նրանք սարքում կապում էին ձեռքերի վրա, բայց չէին կարդում, Սուրբ գիրքը տուր որ գնում է, զինվոր իր զենքը իր հետ պիտի տանի, այն զենքը որ պարապելա դրանով, այն զենքը որ իր թշնամի գա կարա համարները դուսանի ու ճակատին տա, սիրելի հովիվներ, եթե դուք եկեղեցու վարդապետներ եք, ամեն թեմաների համարները ժամանակ տվեք, դուս անեք, որ կարողանաք հակառակ կեցողին մխիթարեք Սուրբ գրքի համարներով, ոչ թե ձեր շեղված ու դիվային վարդապետություններով, դրա համար շատ մանուկներ չեն հնազանդվում Սուրբ գրքով չխոսող հովիվներին ու հեռանում են եւ շատերը գել ու գազանի բաժին են դառնում։ Իսկ եթե հովիվը յուրաքանչյուր մանուկի Սուրբ գրքով խրատի այդ մանուկը այդ հոտից չի հեռանա, ամեն։ Մեր շատ հովիվների դիվային ու կեղծ վարդապետությունները շատ մանուկների են գայթակղեցրելու, գել ու գազանի բաժին դարձած մեռելու դժոխք են գնացել եւ այդ հովիվներից է պահանջելու բոլորի արյունը։ Իսկ եթե գառնուկը սրբության համար է եկեղեցուց գայթակղվում ու գնում, փառ Տիրոջը, Տիրոջից էլ գայթակղվան գնացին, ասես թողեք թոթան, այն տունքը, որ իմ երթային հայրը չի տնկե, ինքը կգայթակղվի կեթա Սուրբ խոսքերից, բայց այն տունքը, որ հայրս է տնկե, հորիցը սովորե ու ինձանից լսե ու իմ ետևից եկել է, նա չի կարա ինձանից հեռանա սրբության եւ անարատության քարոզները տալու համար, ամեն։ Փառ Տիրոջը, իր մոտ մնա այդ Սուրբ գիրքը, իր կյանքի բոլոր օրերում կարդա, ես կասեմ ժամերում, ոչ թե օրերում, այլ ամեն ժամ կարդա։ Ես այդ իմ կյանքի մեջ տեսել եմ, որպեսզի սովորի իր Եհովա Աստվածանից վախենալ։ Դու ինչքան շատ ես կարդում, այնքան Աստծո վախով ես լսում, Տիրոջ խոսքն է վախ բերում քո վրա։ Տիրոջ խոսքն է Աստծո երկյուղը բերում մեր մեջ, որ հավիտյան է եւ Սուրբ Օգում մնում, բնակվում ու թագավորում է մեր մեջ։ Եվ դու Տիրոջ խոսքը շատ ես կարդում, ասում ես ո՞նց ես խոսքն ասեմ ես եղբորը, ոչ թե ես այդ եղբորն եմ ասում, Աստծուն եմ ասում։ Ոչ թե եղբոր մասին եմ մտածում, Աստծո մասին եմ մտածում։ Ես ոնց նեղացնեմ այս քրոջը, այս եղբորը, այս ովին, այս ծառայողին, ոչ թե մարդուն եմ անում, ապա Աստծուն, Աստծո խոսքով լեցունը, էսենց վախ ունի Աստվածանից, որը սուրբ է ու մնում է հավիտյան, եւ նա գիտի ում հանդեպ ինչ արեց, մտածեց, խոսեց ու գործեց, որ Աստծո վախի թեմաները շուտով կխոսենք ու կբացատրենք, նա Հիսուսի հանդեպ անում, դրան համար նա չի կարում չար բան մտածի, չի կարում չար բան խոսի, չար ձևի նայի, որտեվ գիտի Հիսուսին է նայում։ Սա է Սուրբ գիրքը ամեն ժամ կարդացող ու հնազանդվող հոգու վիճակը, ամեն օր կարդա, որպեսզի սովորի իր Եհովա Աստվածանից վախենալ եւ այս օրենքի բոլոր խոսքերը պահել եւ կանոնները զգուշությամբ կատարել։ Ամեն։
Թող փառավորվի Տերը, ժամանակը լրացավ, որքան խոսենք այս թեմային վերջ չկա։ Հաջորդ պաշտամունքը կլինի աղոթքին, որ մեր հոգևոր մարդու շնչառությունն է Աստծո հոգի մեջ, այս զույգ քայլը կատարեցեք Աստծո զավակներ, հետևեցեք քարոզներին, որ ձեզի սրբությունից սրբության կտանի, ու դուք կգտնեք ձեր կյանքի ամենամեծ փափագած ուզած եկեղեցին, ու օր-օրի կաճեք ու Քրիստոսի նման հասակի չափը կունենաք, եւ իմ նման անարժանից էլ եթե լավ նվիրվեք, իմ նման անարժանից լավ քարոզիչ կդառնաք, ոչ թե մենք ենք, հապա Տերը որ մեզ կդարձնե այդպիսին։ Ամեն։ Կողնենք աղոթքի։ Թող Տերը լուսավորե բոլոր մեզ լսող քույր եղբայրների ականջներն ու աչքերը, ականջները բացի ու աչքերը լուսավորի, որ բոլոր եկեղեցիներում ուր որ գնացել եմ քարոզելու, Սուրբ Հոգին ցույց է տվել, որ սատանան փակել է Սուրբ Գիրք կարդալու եւ աղոթքի ճանապարհը, դրա համար արդեն սատանան ինքն ըստ ինքյան սրանց հոգեպես թուլացրել, սպանել է ու հոգեպես մեռած մարդը խոզի նման են, փնթի խոզի պատմությունը, որ Պետրոս առաքյալը կսե ինչպես որ շունը կդառնա իր փխսածը ուտելուն եւ լվացված խոզը ցեխի մեջ թավալ տակելու, այդ առագն է կատարվում։ Մարդը հոգեպես որ մեռավ Գողգոթա սարը մեծ բարձունքա գլորվելով ուղիղ մեղքի տիղ մնա գնում, ամեն, ու էլ չի կարողանում, դրա համար արթնացեք Աստծո ժողովուրդ, այսօրվանից բերեք թե մեզ քննենք, որքան է մեր գրքի աղոթքի կյանքը պակասել, ուրեմն ավելացնենք, որ երբեք էլ մեղքին աղնատուր չլինենք, կոպիտ չխոսանք, չնեղացնենք նրան, որ հիմար Քրիստոս է մեռել։ Իրականից կատարյալ նվիրման մեջ եմ կարդացել, դու ասում ես կարաս նեղացնես մեկին, որին սիրում ես Աստծո սիրով, չես կարա։ Ամեն։ Մեր եսն ենք սիրում, որ նեղացնում ենք դիմացիններին, ամեն։ Աղոթենք, թող Տերը հոգևորես ծարավը արթնցնի ժողովրդի մեջ, գրքի աղոթքի կյանքը ու հավատում եմ այդ արթնացող մարդը այն իմ կույսերի առակի նման կույսերի դրվագում գրված կլինի են իմաստուն կույսը, որ արթնացավ ու ելավ Տիրոջ գալուստից առաջ իր լապտերը շտկելու, աղոթենք։ Փառք քեզի, Հայր երկնավոր, գոհություն, պատիվ, մեծություն քո սուրբ անունից, կանչելի Տեր։ Խնդրում եմ քեզանից Հիսուս ջան, արթնցրու քո հոտը, որ քնացել է, հոգևոր սովը պատել է համայն աշխարհը, ինչպես Տեր ծննդոցի վերջում պատեց սով ու շատերը մեռան, եւ շատերն էլ իրենց հոգևորապես մեռնելը զգալով եկան Հովսեփի կուտակած այդ ցորենները տարան ու կյանքը ստացան, այդպես էլ այս քարոզները թող այդ կիսամեռ հավատացյալ մեր քույր եղբայրներին արթնանալու, հոգևորապես կազդուրվելու առիթ դառնա, արթնացրու Տեր քո հոտին, թող արթնանան ու գրքի աղոթքի կյանքում շտկվեն, որովհետև գիրքը իրես նոր մարդի սնունդն է եւ աղոթքը շնչառությունը, թող աճեն մեծանան ու սքանչելի այր հավատում են, որ գրքի աղոթքի կյանքը չպակասի, Սուրբ Հոգի դու կդառնաս իրենց ուսուցիչը եւ դու նրանց կկրթես ու կդաստիարակես եւ քո ուզած անոթը կպատրաստես ու կօգտագործես անունիդ ու փառքիդ համար։ Շնորհակալ ենք այս ժամերի վայրկյանների համար, որ դու լսեցիր մեր աղոթքը, արթնացնում ես ամբողջ տարածներում, հզոր շարժ ես անում, ռեշտակներիդ ես ղրգում, Սուրբ Հոգով գործում ես ու քնածները արթնանում են, ավելի զոր ձևի գործիր սքանչելի Տեր, բազուկը դմեկներ աշտեր բժշկություններ կատարելով քո անվան փառքը տարածե։ Հիմա օրն է պաշտամունքի մնացած ժամն ու վայրկյանները, այսքանով թող ավարտվի այս թեման, փառավորվիր ու մեծարվիր Հայր ավիտենությանս, Որդուդ Հիսուսի անունով, ամեն։